Բարև ձեզ, սիրելի ունգընտիրներ, անգամ միևս ողջունում ենք ձեզ մեր Շնորհ Հայաստանի ծրագրից։ Այսօր անգամ միևս մեր հետ ունենք մեր սիրելի եղբայրը Դավիթ Գյուրեղյանը եւ մեր եղբայրը մեր հովիվ եղբայրներից է եւ այսօր Դավ ջան մեր զրույցը գլինի Քրիստոսի ավետարանի վրայով։ Ավետարանը։ Եվ սա իհարկե իբր հովիվներ մեր ծառայության կարևոր մաս է, չէ՞, այդպես չէ։ Այո։ Մեր բուն կենտրոնացումը պետք է լինի ավետարանի մաքրությունը պահպանել, ինչպես որ մենք ընդունել ենք առաքյալներից։ Եվ եթե ասեմ հետևյալ հարցը, ինչպիսի պետք է լինի մեր ավետարանը, քարոզությունը նրա, ներկայացումը նրա, այսպեսի թեմաներով վրայով որ այսօր ուզում ենք միասին զրուցել, բայց առաջ որ գնանք այդ ոնց պետք է անենք, ինչպիսի պետք է ներկայացնենք, ումի պետք է ներկայացնենք եւ այլն, ամեն բանից առաջ սկսենք հետեւյալի մասին զրուցել։ Ինչ է ավետարանը ըստ Աստծո խոսքին, Քրիստոսի ավետարանը, ավելի կոնկրետ առումով։ Այո, շատ կարևոր հարց, կարևոր թեմա, որին որ ոչ միայն հովիվները պետք է լավ տիրապետեն, այլ նաև Աստծո ամբողջ ժողովուրդը, որ կարողանան փոխանցել աշխարհին, ներկայացնել ճիշտ այն, ինչ որ Աստված ուզում է որ լսեն մարդիկ, մեղավոր մարդիկ եւ դարձի գան ու փրկություն ունենան։ Դա համար հարցին ինչ է ավետարանը, կարող ենք սահմանել, ասել ինչ է ավետարանը եւ զրուցել այդ մասին։ Ավետարանը հունարեն Եվանգելիոն է, բարի լուր նշանակում է։ Բարի լուր, այո։ Նշանակում է բարի լուր։ Ինչու բարի լուր։ Այո, եւ լուրը բարի է այն ժամանակ, երբ դա ունի բովանդակություն։ Երբ ենք մենք կոչում բարի, երբ դա լսում ենք մի վիճակում, որ այդ վիճակում կարող ենք ասել մեզ համար դա բարի էր։ Դա անուղղակիորեն խոսում է մարդու մեղավոր վիճակի մասին։ Որովհետեւ եթե մեղավորության հարցը չլինի, լուրը բարի չի լինի։ Ուրեմն չար լուր կա, նրա համար է բարի լուրի կարիքը կա։ Այո, դրա համար բարի լուրի կարիքը կա, եւ դրա համար լուրը բարի լինելու համար պետք է հասկանանք նախ առաջին մարդու մեղավորությունը, որպեսզի լուրը արժեք ունենա, լուրի արժեք երևա։ Դա նման է նրան, որ մարդը չի կարող գնահատել առողջությունը, եթե չհիվանդանա, չի կարող գնահատել տաքությունը, եթե չմրսի, չի կարող գնահատել կուշտ լինելը, եթե սոված չլինի։ Այդ համեմատությամբ ավետարանի բարի լինելը, բարի լուրը ավելի արժևորվում է այն ժամանակ, երբ որ մարդը ընկալում է իր մեղավորությունը, թե ինչպիսին է։ Դրա համար թե ինչ է ավետարանը կարող ենք ասել բարի լուր, բայց թե ինչու այն բարի եւ երբ է այն բարի մարդու համար, կարող ենք խոսել մի փոքր արդեն մարդու դրության մասին, իրական դրության մասին, որ Աստծո առջև ունի մարդը, բայց դեռևս տեղյակ չի եւ պետք է ավետարանով բացվի իրեն այդ իրականությունը, թե ինչ վիճակում է ինքը գտնվում։ Այո, մի քիչ հետ երբ խոսենք հետեւյալին մասին, թե ինչու պետք է ավետարանենք մարդու իրավիճակը Աստծո առաջ ինչ է, նրա մասին զրուցենք եւ այո, ավետարանը բարի լուր է, որովհետեւ մարդ արարածը կարիք ունի եւ Աստված սա ոչ թե միայն գիտի ինք սահմանել է մարդուս համար, որ այդ օգուտը ունենա։ Ինչու ասում ենք սա, որովհետև մենք գիտենք Սուրբ Գրքից, որ Սատանան եւ նրա չար հրեշտակները նրանք չունեն այդ հնարավորությունը, բայց Աստված մարդկության տվեց այդ բարի լուրը, Քրիստոսի ավետարանը։ Այո։ Ուրեմն ինչ է ավետարանը, ավետարանը այո, նրա բարձ սահմանումով բարի լուր է եւ սրա կապակցությամբ հարց հետեւյալն է հաջորդ. ինչու է ավետարանը կարևոր։ Ավետարանը կարևոր է, որովհետև այն փոխում է մարդու իրավիճակը, ներքին բնությունը, մարդու հավիտենության հարցի վրա է ազդում եւ դրա համար այն կարևոր է, որովհետև բացի դրանից այլ միջոց չկա, որով որ հնարավոր լինի մարդու իրական մեղավոր դրությունը փոխելու։ Ուրիշ պատգամ, ուրիշ ավետարան գոյություն չունի։ Սա Աստծո կողմից սահմանված միջոց է փոխելու մարդու դրությունը, մեղավորությունից բերելու դեպի արդարություն, Քրիստոսի արդարություն, մահից դեպի կյանք, խավարից դեպի լույս,
Եվ դրա համար սա կարևոր է եւ պետք է ընդգծենք, որ ուրիշ միջոց գոյություն չունի։ Որքան էլ որ մարդիկ ուզեն փնտրել միջոցներ, որ հնարավոր լինի մարդու դրությունը փոխելու, պետք է հավատարիմ մնալ Աստծո խոսքին, որ ասված է երկնքի տակ չկա ուրիշ անուն, միայն Քրիստոսն է եւ Քրիստոսով է դա հնարավոր։ Դա համար կարևոր է հենց ավետարանը։ Խոսք 4:12։ 4:12։ Այո, որ հիմնական համար է բրգության առումով, ավետարանի առումով։ Ուրեմն ավետարանը արժեքավորելու համար մեկը պետք է հասկանա, որ ինք Աստծո առաջ մեղավոր է։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, չէ, բոլորը մեղանչեցին։ Արդար մեկը չի գա, Հռոմայացիների 3, այո։ Հետո եթե կարդանք Դավջան, Հռոմայացիների 3 10-րդ համարից մինչև 12, ինչպես որ գրված է, չկա արդար եւ ոչ մեկը, ողջամիտ մեկը չկա։ Չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոդորվել են, միասին անբեկ դարձել, բարություն անող չկա, մեկն անգամ չկա։ Պատկերացրեք, որ մեր հոգևոր իրավիճակը ինչ է Աստծո դիտանկյունից, ոչ թե մարդկային դիտանկյունից։ Մարդ առած այսօր տեսնում է, որ եթե բարի գործ արել ես, լավություն արել ես, բարի մարդ է ասում են, բայց ըստ Աստծո խոսքին բարին սահմանվում է նրա կողմից, ոչ թե իմ կամ քո կողմից, հա։ Եվ մենք ինչպես գիտենք, ելի մյուս համարն է, որ կա Հռոմայացիների 6:23-ում, ասում է, որովհետև մեղքի հադուցումը ման է, ինչ որ արդեն նշեցիր։ Իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որովհետև մարդ առած մեղավոր է, իձն է, Սուրբ Գիրքը իձն է մեր մեղավոր նուտակրի մասին խոսում է։ Այո։ Ամեն մեկերնից մենք ծնած ենք ոչ թե անմեղ բարի, ապա մեղավոր։ Եվ Աստծո առաջ հոգեորապես կորած, ոչ հավիտենականության ժառանգորդ։ Բայց հետո ինչպես որ նշեցիր, ավետարանի միջոցով մեկը կարող է մեղքերու թողություն ունենալ, Աստծո առաջ հաշտություն գտնել, Աստծո հետ հաշտություն գտնել, Աստծո հետ հաշտվել եւ հավիտենական կյանքի ժառանգորդ լինել։ Ուրեմն ավետարանը սրա համար կարեւոր է։ Սրա համար կարեւոր է։ Եվ ուրիշ համար մնա որ նշեցիր Գործք 4:12 կարող ես կարդալ այդ մեկը եւ նրա վրայով խոսել ինչու այդ համարը կարեւոր է մեր հասկացողության այսօր նկատի ունենալով դարբեր գրոնների եւ աղանդների շատ անգամ նրանց փաստարկները որ դարբեր ուղղություններ կան դարբեր միջոցներ կան Աստծո մոտիկանալու Այո սա գրված է Գործք առաքելոց 4-րդ գլխում 12-րդ համարում, որտեղ Պետրոսն է քարոզում, ուրիշ ոչ մեկով փրկություն չկա եւ ներկայացնում է պատճառը, որովհետեւ մարդկանց տրված ուրիշ մի անուն չկա երկնքի տակ, որով մենք կարողանայինք փրկվել։ Սա բացառում է փրկության բոլոր հնարավորությունները բացի Հիսուսից։ Այսինքն, եթե արևի տակ ապրող որևէ մարդ կասի ես Հիսուսին չճանաչելով կարող եմ փրկվել, դա ուղիղ կհակասի ավետարանի ուղերձին, ավետարանի միջուկին, որովհետև Աստված հայտարարում է, որ իմ սահմանած միջոցն է դա, եւ այդ սահմանած միջոցը մեկն է, եւ դա անուն ունի, Հիսուսն է, ով որ արդեն ավարտել է իր փրկagorցության աշխատանքը եւ հիմա քարոզվում է դրա մասին։ Եվ Աստված կհոգա միջոցներ, որ Հիսուսի մասին հասնի աշխարհի տարբեր անկյուններ եւ իր աշակերտները, առաքյալները հենց այդ գործին էլ ուղղված էին, որպեսզի եւ Երուսաղեմում, եւ Սամարիայում, եւ Հրեաստանում եւ աշխարհի 4 անկյուններում գնային քարոզելու։ Դրա համար Աստված դրել է այս միջոցը, որպեսզի մարդիկ երկրի վրա տեղեկանան, որ ոչ թե բոլոր ճանապարհներն էլ կարող են տանել փրկության, այլ կա մի ճանապարհ, որ տանում է փրկության։ Դա սատանայի սուտն է, մոլորությունն է, որ ժամանակի ընթացքում կրոնների միջոցով մարդկանց խաբում է եւ ուզում է փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ, մտածելով, որ մեկը կասի իմ խիղճը ինձ Աստված է դատավոր է։ Այո, քո խիղճը քեզ դատավոր կլիներ, եթե դու Քրիստոսից առաջ ապրած լինեիր, դերևս օրենքից առաջ ապրած լինեիր, երբ արչագործությունը միայն վկայություն էր տալիս եւ քո
սրտի Էլի վրա այդ գրված է։ խիղճը արդեն իսկ նրա մեջ ասված արդեն պետք եղած դրած է, որ մարդ արարած գիտնա, որ ինք մեղավոր է, հանցավոր է, Այո։ ինչը շիդագ է, ինչը սխալ է։ Ինչու ասում եմ սա, Դավթ, որովհետև կան երբեմն քրիստոնյաներ, ճշմարիտ քրիստոնյաներ, որ հավատում են, որ ըստ Ռոմայացիների 2-ի, որ մարդ արարածը, եթե Քրիստոսի մասին լսած չէ, սա ուրիշ թեմա է իհարկե, բայց հագիչ կերպով ասելով, նրանք հավատում են եւ ճշմարիտ քրիստոնյա են նրանք։ Հավատում են, որ եթե մեկը Քրիստոսի ավետարան լսած չէ, ուրեմն խղճմտանքի միջոցով ինք կարող է փրկվել։ Այսինքն, եթե իր խղճմտանքը, չգիտեմ, այլևս նրա չի հանդիմանում, ուրեմն ինք օքեյ է, այդպես չէ։ Այո։ Խղճմտանքը ցուցաբերում է ինչ որ Աստված այնտեղ արդեն դրել է, եւ մարդ առած նույնիսկ եթե ավետարանը չի լսած, դակավին գիտե որ զորերնակ կողանալը մեղք է, սպանելը մեղք է, ուրիշի ասենք թե իրավունքը ուտելը մեղք է եւ այլն եւ այլն։ Եվ Աստված արդեն իսկ մեր մեջը այդ խղճմտանքի ոնց որ ահազանգը դրած է, որբեսի մարդ արարածը հասկանա ինքը եթե շիտականում է կամ սխալանում է։ Եվ մենք գիտենք մարդ արարած ոչ թե միայն մեղավոր է բնութագրով, հապա նույնիսկ եթե մեղ կորձեր ունի, մեկ մեղ կորձեր ունի, սա ցուցաբերում է, որ ինչու ինք մեղավոր է։ Մեղավոր է ասելով բնութագրով նրա համար ինք մեղ կորձում է։ Ոչ թե որովհետև ես կամ դու մենք մեղ կորձեցինք առաջին անգամ մեր կյանքում, երբ փոքր էինք, նրա համար է որ մենք մեղավոր դարձանք, այդպես չէ։ Եվ ուրիշ մի համար Հովհաննես 14:6 Հիսուս ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Սա էլ այդ քո ասած համարի հետ կապ ունի, Գործարքելոս 4:10։ Միակ ճանապարհն է։ Ուրիշ ճանապարհներ չի կան։ Ճշմարիտ Աստվածը Քրիստոսի միջոցով ներկայացված է։ Ինքսինքը հայտնած է, բացահայտած է։ Եվ այդ Քրիստոսը Սուրբ Գրքի Քրիստոսի համաձայն է, ոչ թե ուրիշ Հիսուսի վրայով կապարներու համաձայն է։ Լա մարդկային, լա աղանդավոր, լա ուրիշ կրոնքների կապարի համաձայն։ Սուրբ Գրքի համաձայն, այդ Քրիստոսի համաձայն է Աստծո ավետարանը։ Ուրեմն ինչ է ավետարանը սահմանեցինք, բարի լուր։ Ինչու ավետարանը կարևոր, որովհետև մարդկանց հոգիները անմիջական օրեն նրա միջոցով կարող են Աստծո մոտիկանալ, երբ նրանք ընդունեն այդ ավետարանը։ Մի քիչ խոսա հաջիս այդ կապը ավետարանի հավատքի եւ Աստծո բրգարար շնորհի մասին Քրիստոսով։ Հռոմեացիում Պողոս առաքյալը գրում է, որ ավետարանը Աստծո զորությունն է ամեն հավատացողի փրկության համար։ Եվ ասում է դրա համար ես ամոթ չեմ համարում դրա մասին քարոզել, որովհետև Աստծո սահմանած միջոցը պետք է կիրառել Աստծո ուզած նպատակներին հասնելու համար։ Եվ մարդու դրությունը, մեղավոր դրությունը հնարավոր է փոխվել միմիայն այս ավետարանը լսել, ինչպես դու ասացիր, մի ավետարան կա, եւ դրա մասին Պողոս առաքյալը հարության համատեքստում առաջին Կորինթացիս 15-ում նշում է, ասում է, որ եղբայրներ ձեզ հիշեցնում եմ այն ավետարանը, որ ես ավետարանեցի ձեզ, որը դուք ընդունեցիք եւ որի մեջ հաստատված եք, որով նաեւ դուք փրկվում եք, միայն թե ամուր բռնեք այն ինչ քարոզեցի ձեզ, որ իզուր տեղը հավատացած չլինեք։ Այսինքն Պողոս առաքյալը այստեղ խոսում է, որ իրականում կա մի ավետարան, որը որ ինքն է քարոզել, որը որ վկայված է, որը որ հաստատված է, որը որ շատ վկաների կողմից էլ ընդունելության է արժանացել, եւ ասում է սա այն ավետարանը, որով փրկվում եք, այսինքն մենք խոսում ենք այն ավետարանի մասին, որը փրկում է։ Մենք չենք խոսում այն ավետարանի մասին, որը ինչ որ երկրային հարցեր է լուծում։ Մենք խոսում ենք ավետարանի մասին, որը հավիտենական հարց է լուծում, հոգու փրկության հարց է լուծում, եւ դրա համար մենք պետք է դրա բովանդակությանը լավ ծանոթ լինենք, որպեսզի ճիշտ փոխանցենք այդ ուղերձը, որովհետև Աստծո համար դա միջոց է փրկելու համար մեղավորին։ Եթե մենք Աստծո ուզած ուղերձը չփոխանցենք, Աստված դա չի օգտագործի մարդուն փրկելու համար։
Դրա համար կարևոր է այստեղ խոսել բովանդակության մասին, այսինքն ինչ է ավետարան ասելով մենք ինչ նկատի ունենք, մենք ինչ ուղերձ նկատի ունենք, ինչ պետք է լավ մենք տիրապետենք եւ ինչ պետք է փոխանցվի, ինչ պետք է մեղավորը լսի եւ Աստված ինչպես պետք է դա օգտագործի, որպեսզի իրականանա մեղավորի եւ Քրիստոսի հանդիպումը։ Շատ կարևոր է հայո Դավթ ջան բովանդակության հարցը, որովհետեւ երբ որ ավետարանը ներկայացնում ենք, ոնց ներկայացնում ենք ավետարանը։ Զոր օրինակ, երբեմն կարող է լսենք ավետարան, որ ներկայացնում է հետևյալ ձևով։ Մեր սենք եկեղեցիների միջոցով, որ եթե լավ անձ ես, բարի անձ ես, եթե լավություն ռազ ես, քեշտուճ ես, արած մարդիկ երբեմն այդպիսի ավետարան ներկայացնում են, բայց մենք գիտենք Սուրբ Գրքում այդպիսի ավետարան չկա։ Այո։ Բոլորս էլ մեղավոր ենք, Աստծո պարգից պակսել ենք։ Եվ միայն նրա շնորհով է, ասում է, Քրիստոսի շնորհով, ավետարանի միջոցով, երբ մենք այդ ավետարանը ընդունում ենք, հավատում ենք եւ նրա շնորհով բրգվում ենք։ Եփեսացիների 2:8-9 կարող ես կարդալ։ Այո։ Որովհետև շնորհքով եք դուք փրկված հավատի միջոցով, եւ սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որպեսզի մեկը չպարծենա։ Ոչ թե գործերից։ Ապա շնորհով։ Շնորհ ինչ է Դավթ ջան։ Ինչս էլ Աստված մեզ բրգել է շնորհով Քրիստոսի միջոցով։ Ինչս էլ է շնորհ։ Շնորհը դա ձրի պարգևն է, մի բան, որ չի տրվում մեր արժանինքների համար։ Ոչ մեր գործերի համաձայն։ Ոչ մեր գործերի համաձայն։ Առավելևս, եթե երկրորդ գլխի սկիզբը նայենք, նկարագրում է մեր մեռած վիճակը, ինչպեսին ենք մենք եղել այդ վիճակում, այսինքն մարդը այն վիճակում է եղել, որ չէր կարող որևէ կերպով Աստծո վրա ազդել, որ Աստված խղճահարությունից կամ չգիտեմ ինչ որ նրա արժանինքից դրթված որոշել իր համար ինչ որ մի բան անել։ Այսինքն բացառապես բոլոր հնարավորությունները վերացնում է շնորհք բառը, որպեսզի մարդը կարողանա իրեն վերագրել որևէ բան։ Դու մեռած ես եղել, դու մեղքի մեջ ես եղել, դու որևէ կերպով Աստծուն չես ողջևորել, որ ինքը քեզ կարողանար դրա համար ողորմել, ընդհակառակը դա իր ինքնիշխան նախաձեռնություն է եղել եւ առավելագույն պատճառները, որ Պողոսը տալիս է, իր առատ շնորհի ողորմության սիրո պատճառով ինքը մեզ փրկեց։ Այսպեսով շնորհը դա ձրի պարգև է, որը որ ազդված չէ մարդուց որևէ կերպով։ Ռոմայացիների 5:8-10 ասում է. Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք Տեր մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հապա որքան առավել հիմա, երբ նրա արյունով արտարացած ենք, նրա պարգությունից փրկված կլինենք։ Որովհետև հիմա հետևյալն է, որ ուզում եմ ավելի ընդգծել այստեղը 10-րդ համարից, որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, առաջ որ փրկվել էինք, նրա հետ հաշտվեցինք իր որդու մահով, ապա որքան առավել կփրկվենք նրա կյանքով, հիմա որ նրա պատկանում ենք, նրա շնորհիվ, երբ հաշտվել ենք։ Մենք կար մի ատեն, որ Աստծո հետ թշնամի էինք, երբեմն նույնիսկ մեր ասկագիցներից ասում են, երբ հարցնում ենք, դու Աստված ճանաչում ես, հավատում ես Քրիստոսի, այո, ասում է, բայց կյանքը նայում ես, եւ մենք չենք ասում սա, որովհետեւ մենք անմեղ ենք, նրա շնորհով ենք, հավատում ենք Քրիստոսի, աղոթած ենք, խնդրած ենք, ապաշխարած ենք, որ ինքը մեր մեղքերը ներեմես եւ Աստծո խոսքի համաձայն գիտենք, որ ներված ենք նրա խոսքի համաձայն։ Ինքը խոստացել է, եթե խոստովանենք մեր մեղքերը, ինչ որ 1 Հովհաննես 1-ում ասում է, նա հավատարիմ արդար է, կների։ Մեզ ամեն օր կների, իբր հավատացյալ, եւ մեզ ներեց, ինչ որ այստեղ ասում է, եւ մեզ հաշտեցրեց Աստծո հետ, Հորը հետ։ Եվ այդ հաշտության գարիքը ունի ամեն անձ, մեր ամեն ազգագից, ամեն մարդ աշխարհում։ Եթե մեկը չի հավատացել Քրիստոսի, չի ապաշխարել նրա մեղքերից, տակավին հաշտված չէ։ Տակավին դժնամության մեջ է։ Ինք կարող է ասել, եւ վստահ եմ դու լսել ես, բայց ես Աստծո դեմ դժնամի չեմ, ես բամը չունեմ։ Հիսուս ինչ ասեց, եթե մեկ ինձ հետ չի ժողվում, ագարագանում է, ծրվում է։ Ես կարող եմ ասել, դու կարող ես ասել, որ ես Քրիստոսի ագարակ չեմ, բայց եթե Քրիստոսի հետ չես ժողվում,
նրա համար չես ապրում, չես թողած ամեն բան, որ նրա հետևես, ինչ որ Ուգասի 9:57-ից 62 ասում է, եթե մեկը ասում է ամեն բան չի թողնում, ինձ չի հետևում, չի կարող իմ աշակերտս լինել, չի կարող։ Ուրեմն ավետարանը բարի լուր է եւ ավետարանը կարեւոր է, որովհետեւ կարողանանք նրա շնորհիվ Քրիստոսի միջոցով Հոր Աստծո հետ հաշտվել, որովհետեւ մենք կարողանանք Սուրբ Երրորդյան առջև արդարացած լինել նրա արդարությամբ, որ մենք մեր արդարությունը չունենք։ Իր արդարությունն է, որ նա մեզ տալիս է նրա մահով, հարությամբ, որ մենք կարողանանք արդարներ լինել Քրիստոսով։ Հաջորդ հարցը Դավթ ջան, ավետարանի կապակցությամբ։ Ում պետք է ներկայացվի ավետարանը։ Ում պետք է ներկայացվի ավետարանը։ Եվ ինչպես պետք է ներկայացվի։ Այս երկուսը միասին կարող ենք նկատի ունենալ։ Ովքեր դեռևս շնչում են երկրի վրա։ Լավ ասեցիր, այո։ Պետք է ներկայացվի իրենց։ Այո, բոլորին պետք է ներկայացվի ավետարանը։ Այսինքն չկա ոչ մեկը, որ կարող է ասել, ես պետք չունեմ ավետարանի պատկամը, որովհետև ես արդեն արդար մարդ եմ։ Չկա այդպես անց։ Այո, դրա համար ավետարանը, եթե ասում ենք բարի լուրը, այն սկսում է վատ լուրից, Սփերջեններ կարծեմ ասել, չեմ հիշում։ Վատ այն իմաստով, որ տեղեկացում է դա մարդու դրության մասին։ Եվ երբ մենք հանդիպում ենք մարդկանց, մենք պետք է սկսենք նախ տեղեկացնել իրենց իրական դրության մասին, ինչպեսին Աստված է իրենց տեսնում։ Որտեղ իրենք իրենց այդպեսին չեն տեսնում, առավել եւս այն մարդիկ, ովքեր որ ավելի բարոյական ընտանիքում են ծնվել, ավելի ինչ որ բարքեր են ունեցել, որը որ իրականում չեն գողացել իրենց աշխատանքով աշխատել, ապրել, իրենք շատ քիչ հավանականություն կա, որ իրենք իրենց կյանքում մտածեին իրենց մեղավորության մասին։ Իրենք ասում են ես շատ լավ հավատացյալ եմ, մաքուր ազնիվ ապրել եմ եւ այլն, բայց պետք է մարդուն ներկայացնել իր դրության մասին եւ զրույցի ժամանակ, թե ինչպես Աստված դա կդասավորի, ես չգիտեմ, բայց երբ հասնենք այն մասին, որ պետք է ներկայացնել մարդուն իր դրությունը, պետք է Հռոմեացիից ինչ որ կարդացինք, ցույց տալ, որ դու նույնպես մտնում ես այդ արդար չկա, ոչ մեկ չկա սահմանների մեջ, որովհետեւ այս համարները ցույց են տալիս, որ եթե դու մարդ ես, ուրեմն դա վերաբերվում է քեզ։ Դու անկախ նրանից որ երկրում ես ապրել, քո պապը գուցե քահանա է եղել, դու Հայաստանում ես ապրել կամ ծնվել, եթե դու քրիստոնեական երկրում ես, դա չի որոշում քո հավատացյալ լինելը, քո Քրիստոսով արդարացած լինելը։ Եվ Հռոմեացիում շատ հրաշալի էր այդ համարը, որ կարդացիր, ուզում եմ վերընթերցել 3:10-ը, եւ ինչպես գրված է արդար չկա ոչ իսկ մեկը չկա որ հասկանում է, մեկը չկա որ Աստծուն է փնտրում, բոլորը խոտորվեցին միասին, անպետք դարձան, չկա մեկը որ բարին է անում, ոչ իսկ մեկը։ Եթե մենք նույնիսկ հաշվենք այս 3 համարում քանի անգամ է ասում ոչ մեկը, սա զարմանալի թիվ է, որովհետև 3 համարում գուցե 5-6 անգամ, դες ինչպես գրված է արդար չկա ոչ իսկ մեկը, 10-րդ համարում 2 անգամ, 11-ում մեկը չկա, 3, որ հասկանում է, չկա որ մեկը Աստծուն է փնտրում 4, բոլորը խոտորվեցին, բոլորը նույնպես վերաբերվում է ընդհանրական տերմինը 5, չկա մեկը որ բարին է անում, ոչ իսկ մեկը 6, 7 անգամ 3 համարում շեշտում է որ չկա մեկը, այսինքն առաջին բանը որ մարդը պետք է հասկանա, որ դա վերաբերվում է իրեն անձամբ։ Ինքը այդ ցուցակից դուրս չէ։ Եվ այս փուլում կարևոր է որ ներկայացնելիս մարդուն հասկացնել, որ դու ոչ թե ծնվել, մեծացել, մեղք ես գործել, ինչպես դու ասացիր եւ դարձել ես մեղավոր, այլ դու մեղավոր ես դրա համար ես մեղք գործում քո կյանքի ընթացքում։ Եվ մեղքերի եւ մեղավորության միջև տարբերությունը բացատրելը շատ կօգնի մարդուն հասկանալ իր դրությունը, որովհետեւ մարդը սովորաբար նայում է մեղքերին եւ ուշադրություն չի դարձնում, թե դա որտեղից է գալիս, ինչն է դրա պատճառը։ Դա երբեմն ես զրուցում եմ մարդկանց հետ օրինակ եմ բերում, ասում եմ, պարզապես բացատրելու համար այդ երկուսի տարբերությունը առավել եւս հայերենում մեղք եւ մեղքեր եզակի հոգնակի է հնչում պարզապես, բայց մարդը դրանց միջև էական տարբերությունը չի զգում, չի կարողանում հասկանալ, որ իր բոլոր տեսակի մեղքերը բխում են իր մեղավորությունից, իր բնությունից, իր դրությունից, ինչ վիճակում որ ինքը կա։ Եվ այս կապը եւ տարբերությունը ցույց տալու համար երբեմն օրինակ եմ բերում, ասում եմ պատկերացնենք
դու վատառողջ ես, դու ունես կոկորտի ցավ, դու ունես ջերմություն, քո քթերից հոսում է, մի քիչ տգեղ օրինակ, բայց պատկերացնելու համար դու այդ սիմպտոմները, նշանները ունես, որովհետև դու գրիպ ես, դու հիվանդ ես, դու վատառողջ ես։ Եվ եթե դու վերացնես այդ սիմպտոմները ուղղակի, դրանով լուծած չես լինի ներքին խնդիրը, բուն պատճառը, այ դա կոչում ենք մեղավորություն։ Այսինքն հիվանդությունը, գրիպը դա մեղավորությունն է եւ դրանից առաջացած նշանները արդեն պարզապես այո, ցույց են, ապացուցում են ուրիշ խոսքով, որ դու մեղավոր ես։ Եվ այս փուլում մարդուն կարևոր է ցույց տալ, որ դու սրբության քո պատկերացմամբ ինչ մակարդակում էլ լինես, դու չես համապատասխանում այս կարգավիճակին։ Դե այդ ժամանակ մարդը բնականաբար ասում է, դե ես ինչ եմ արել, ինչ, չգիտեմ, գողություն եմ արել, ես Աստծո պատվիրանները պահում եմ։ Որովհետև ինչու մարդ արարածը կներես եղբայրս, ինք նայում է ինքնին եւ ինքը պախտատում է ուրիշների հետ։ Այո։ Որ ինքը արտարացնի, որ ես լավ եմ, իմ իրավիճակը, հոգևոր վիճակը լավ է, բայց մենք չենք կարող մեր անձերը ուրիշների հետ պախտատել։ Ումի հետ պետք է պախտատենք։ Աստծո հետ։ Ինք 100% սուրբ Աստված է, արդար Աստված է, եւ մենք այդ արդարության պետք է ցկտենք ըստ սուրբ գրքին։ Եթե նրա արդարությունը մերը չլինի, հավատով Քրիստոսի միջոցով նրա շնորհիվ տրված մեզ, մենք չենք կարող Աստծո հաճելի լինել, չենք կարող նրա հետ հաշտվել։ Աստված չի կարող ասել, որ եթե քո կյանքումդ, ինչպես որ ոմանք սովորեցնում են, եթե 50%-ից ավելի դու բարի ես, եթե 49% վատ ես, ուրեմն դու կարող ես երկինք մտնել, դրախտ մտնել։ Այդպես չի կա։ 100% մեր Աստվածը, մեր քրիստոնեության Աստվածը միակ ցևը, որ մեկը ընդունում է երկինք մտնել, նա է, որ Քրիստոսի միջոցով, այդ անձը Քրիստոսի միջոցով մտնի։ Ինչու՞։ Քրիստոս իբր Աստվածամարդ, ինք խաչի վրա մեր մեղքերը կրեց։ Նրանք, որ հավատում ենք նրան, եւ որ հավատում ենք նրան, ինք մեզ տալիս է իր արդարությունը, որ 100% սուրբը արդար է։ Սա շնորհը, պարգևը, նվերը մեզ։ Եվ մեզանից վերցնում է մեր անարդարությունը, մեր մեղքը։ Եվ Հայր Աստված դադաստանի օրը մեզ կնայի այդպիսով, եթե տեսնա մեր վրա Քրիստոսի արդարությունը, այդ հասկացողությամբ, տեսնա մեր մեջ, որ մենք Քրիստոսի արդարությունը ունենք հավատով շնորհի միջոցով, Աստված ասում է, դու երկնքի ժառանգորդ ես։ Ուրիշ ծև չկա։ Դադաստանի օրը եղբայրս դու ասա, պիտի լինի ոչ մեկը, ցանկացած մեկը, որ Աստծո առջև ներկայանա եւ ասա, որ ես այսպես էի, այնպես էի, լավ ռազ էի։ Ոչ, Աստված հոգում է բոլոր միջոցները, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ապրողները ավետարանը լսել եւ ոմանց համար դա կծառայի փրկության միջոց, ոմանց համար կծառայի դատապարտության միջոց։ Այսինքն Հիսուսին մերժելը դատաստանի օրը կներկայացվի որպես ապացույց, որ դու երկրի վրա լսեցիր եւ դու մերժեցիր եւ դու մնացիր քո մեղքերի մեջ, դու կարող ես Հիսուսին ընդունելով իր արդարությունը ունենալ եւ փրկություն ունենալ։ Այսինքն հարցին ինչպես պետք է ներկայացվի ավետարանը, ես մտածում եմ, որ մի փոքր ճակերտները կարող ենք բացել այդ էլեմենտների մասին խոսել, որովհետեւ երբ ընդհանուր այսպես ասում ենք դու հավատում ես Հիսուսին, մարդը իր փոքրուց եկած գիտելիքներով ինչ որ գիտի, գուցե ընտանիքում է լսել եւ այլն, Հիսուսին հավատալ ասվածը չի կարողանում հասկանալ ինչ է նշանակում, ինչ է կատարվում այդ ժամանակ։ Այսինքն մեղավորության մասին բավարար պատկերացում չունենալով, Հիսուսի արդարության մասին բավարար պատկերացում չունենալով, երկինք մտնելու անհնարինության մասին պատկերացում չունենալով, մարդը կարող է ուղղակի կրկնել, ասել, հա, ես հավատում եմ Հիսուսին, բայց չհասկանա իսկապես այդ իրավական դաշտում Աստված այդ ինչ գործողություն է արել, որ ինքը լինելով արդար, մեղավորին արդարացրել է եւ ինքը շարունակել է մնալ արդար։ Սա ավետարանի միջուկն է, որը որ ինտելեկտուալ մակարդակում պետք է փոխանցել մարդու, որ մարդը կարողանա հասկանալ դա ինչպես է տեղի ունենում, ի պատկերացում կազմի իր մեղավոր վիճակի մասին, դրության մասին եւ
դա հասկանալու արդյունքում առաջանա բնական կարիք փրկություն ուզելու, որովհետև փրկություն չի ուզի այն մարդը, ով չի զգում դրա կարիքը ընդհանրապես։ Նա համար բավարար ժամանակ ներկայացնելիս արժի տրամադրել մարդուն խոսելու իր դրության մասին, որովհետև երբ նա սկսի հասկանալ իհարկե Տերն էլ Սուրբ Հոգով կաշխատի քարոզվածի միջոցով, սկսի բացահայտել մարդուն, ցույց տալ իր իրական վիճակը, մարդը տրամաբանորեն կհասնի նրան, որ կասի իսկ ինձ ով կփրկի այս վիճակից, ինչպես Պողոսն է գրում Հռոմեացիներին։ Եվ մարդը սկսի կարիքը զգալ, դրա կարիքը զգալ, փրկության կարիքը։ Եվ Հռոմեացիից ինչ որ կարդացինք, դա ներկայացնում էր մարդու ամբողջական ապականությունը, դրությունը։ Մենք այդպես էլ հավատում ենք, որ երբ ասում ենք ամբողջական, մենք նկատի ունենք, որ մարդու մեջ չի մնացել մի բան, որը որ վեր կկենար եւ կփնտրեր Աստծուն, կասեր, գիտես, ես իմ կողմից ուզում եմ նախաձեռնություն անել քեզ փնտրելու, որովհետեւ Պողոսն ասում է, որ մեկը չկա, որ փնտրում է Աստծուն։ Դա նշանակում է, որ եթե դու կյանքում որևէ փուլում սկսել ես փնտրել Աստծուն, դա ցույց է տալիս, որ Աստված արդեն քո նկատմամբ քայլեր է սկսել անել, դու դրա համար ես կարողանում իրեն փնտրել։ Այսինքն մարդուն փոխանցել իր ապականված դրության մասին եւ ցույց տալ գործնականում դա ինչպես կարող է ինքը տեսնել, ապացուցել։ Եվ երբեմն այդ փուլում, երբեմն չէ, հաճախ զրույցների մեջ մարդիկ, ովքեր որ իսկապես թեմայի մեջ մտնում են, սկսում են մտածել իրենց վիճակի մասին, առաջին բանը որ ասում են, դե ես Աստծո պատվիրաններից պահում եմ, գոնե մեկը։ Ես ասում եմ, լավ, արի ցանկացած մեկը դու ասա, որը որ դու պահում ես, որտեղ օրենքը լավ միջոց է տրված, որը որ մեղավորությունը մեղքը ջրերես է հանում։ Եվ Սուրբ Գիրքը մեզ այդպես սովորեցնում է։ Եվ այդ պահին մարդուն թվում է, որ ինքը կարող է օրենքից բռնվելով իր արդարությունը ցույց տալ, բայց իրեն երբ որ բացատրում ես, տեսնում է, որ օրենքը հենց ապացուցում է, որ ինքը մեղավոր է։ Եվ ինչ որ մի պատվիրան է ասում, ենթադրենք, սա շատ հաճախ եմ ես անում մարդկանց հետ զրուցելիս, օրինակ ասում է, որ ենթադրենք չեմ սպանել, ամենահավանական բանը չեմ սպանել։ Առիթ է բացվում խոսելու, որ մի սպանիրը դա միայն ֆիզիկական գործողության, այո, դերը ասեց, չէ։ Այո, նաև սրտիդ մեջ, ասում եմ, օրինակ մեկը կար ասած, ես երբեք ոչ մեկի չեմ սպանել, ասի շատ լավ, իսկ մի քիչ որ խոսենք այս հարցի մասին, Թուրքի նկատմամբ ունեցել ես, դա մեր ազգային խնդիրն է դա, բոլորս մենք գիտենք, դե ասում դա ով չի ունեցել, ասում դու գիտես, որ ներքին այդ ատելությունը եւ ֆիզիկական սպանությունը դա նույն մեղքն է զարգացվածության տարբեր աստիճաններում։ Աստծո առջև դու նույն բանն ես արել։ Հիսուսը հավասարության նշան է դնում սրտում արվածի եւ ֆիզիկական գործողությամբ կատարվածի միջև։ Եվ նույնը Հիսուսն ասաց, երբ դու սրտումդ նայում ես կնոջը ցանկանում ես, նույն բանն է սա։ Մի խոսքով, այսինքն մարդը այս մտորումների արդյունքում հնարավորություն է ունենում իր վիճակի մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու, որ ինքը հասկանա, երբ Աստված ասում է դու մեղավոր ես, դա իրականում որքան լուրջ է, որքան խորն է, որքան իրական է։ Եվ սա առաջին կարելի ասել ներկայացման մեջ առաջին բաժինն է, որ մարդուն որպես վատ լուր կարելի է փոխանցել, ներկայացնել ավետարանը, ցույց տալով եւ պատասխանելով այն հարցերին, որը վերաբերվում է իր մեղավորությանը, որովհետեւ նա տարբերակի մեղավորությունը մեղքերից։ Նա հասկանա, որ մենք խոսում ենք ոչ թե արարքները փոխելու մասին, այլ բնության փոփոխության մասին։ Բնության փոփոխ, որ միայն Աստված կարող է անել, սա վերստին ծնունդով։ Այո, վերստին ծնունդով։ Այո, կարևոր է որ Աստծո ոգին մեր մեջ բնակվի, ինչ որ Հռոմայացիների 8:9 ասում է, եւ միայն վերստին ծնունդով այդ փոփոխությունը մեր հին մարդը մեռնում է, եւ նոր մարդը Քրիստոսով գենթանի լինում է մեր մեջ Սուրբ Օգու ներկայությունը, որովհետև ասում է Աստծո խոսքը, որ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Ուրեմն կարևոր է, որ Աստծո Սուրբ Օգին լինի ամեն անձի մեջ, որ ասում է ես հավատացյալ եմ, եւ այո, Սուրբ Օգին կլինի հավիտյան այն անձի մեջ, որ ճշմարտապես հավատացել է Քրիստոսի եւ Աստծո շնորհով փրկվել է։ Դիդոս 3:5-ում ասում է, նա ոչ ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ։ Եվ ինչպես արեց, վերստին ծնունդով արեց։ Վերստին ծնունդով, եւ վերստին ծնունդը ի՞նչ է։ Մեկը որ նախկինում մեռած էր հանցանքների եւ մեղքերի մեջ, Եփեսացիների 2:1, հիմա Քրիստոսով գենթանի եղավ, որովհետեւ
ինչ որ ասացիր դա եղբայրս, Աստված ինքը արդեն երբ աշխատի արդյունավետ կերպով գործի մեկումը սրտում, արդեն իսկ նա եւ որ ասում է, որ ես հավատում եմ Քրիստոսի մեջ, մեղքերս խոստովանել եմ, ընդունել եմ իմ մեղավոր լինելս, արդեն իսկ մենք տեսնում ենք, որ Աստծո արդյունավետ գործը Սուրբ Ոգու միջոցով նրա խոսքի անշուշտ արումով, ինչու որովհետեւ մեկը չի կարող առանց հավատքի փրկվել եւ Աստծո խոսքը ինչ ասում է Հռոմայացիների 10:17-ում Հավատը լսելուց է, լսել Աստծո խոսքը։ Եթե Աստծո խոսքը չլինի, մեկը կարող է ասել, ես ասպես կարծում եմ փրկությունը կարող է լինել, կամ այդպեսի ցևով, կամ այդ փիլիսոփայության միջոցով, որ կապ չունի։ Հավատը լսելուց է, լսելը Աստծո կամ Քրիստոսի խոսքից է։ Այո։ Ուրեմն շատ կարևոր է, որ ինչ որ արդեն ասիր նախինում intellectual at էլեմենտը տարը շատ կարևոր է, որ շիդակ ցևով ցևագերբվի մեր մտքերում, որ մեր սրտերը, մեր զգացմունքները նրանց համացան լինեն այդ ասենք տվյալներին, որ Սուրբ Գրքից եկած է, այդ տեղեկատվություններին ավետարանի առումով։ Ուրեմն շիդակ հասկանալը ավետարանը կարևոր է։ Բարձաբես մեկի եթե ասես, դու պետք է ավետարանը հասկանաս, օքեյ, ավետարանի բովանդակությունը ինչ է։ Բարի լուրը կանի որ չար լուր մը կա։ Դրա համար է որ բարի լուր է ավետարանը, Քրիստոսի ավետարանը։ Ուրեմն մեր ներկայացումը ավետարանին բոլորի համար է։ Սա հաստատեցինք։ Ամեն մարդ պետք ունի ավետարանի պատգամին։ Եվ ոնց պետք է, ինչպես պետք է ավետարանը ներկայացվի, տարբեր անձիկ, տարբեր ծևերով կարող ենք մոդիկացում տալ։ Մենք եթե հիշում ենք Աստծո խոսքից, դու օրինակ որ Քորձ Կարաքելոցից հիմա սովորեցնում ես, քարոզում ես, այնտեղը կարող ես մի քանի օրինակներ տալ, որ տարբեր անձիկ ոնց ավետարանը լսեցին եւ ինչպես դրսևորեցին։ Մի քանի օրինակներ։ Այո, տարբեր օրինակներ կան, որոնք որ կարող ենք նայել, որտեղ որ նաև կարող ենք տեսնել այդ ինչպես ասացի, այդ արդյունավետ կանչը եւ ինչպես է Աստված ավետարանի քարոզությամբ աշխատում, ինչպես է մարդու սրտի հետ աշխատում, փոխում, ինչպես է ավետարանի մաքուր ուղերձը օգտագործում, որպեսզի մարդուն դարձի բերի։ Մեկ օրինակ 16-րդ գլխում Լիդիայի դարձը Պողոս առաքյալը երբ գնաց քարոզելու եւ Լիդիա անունով մի կին կար, կարդամ այդ մի քանի համարը, հա։ 16-րդ գլուխ, 16-րդ գլուխ, 13-րդ համարից սկսած։ Եվրոպայի առաջին եկեղեցին, փրկյալները, Մակեդոնիայում եկան Մակեդոնիայի կողմերը։ Եվ շաբաթ օրը դուրս եկան քաղաքից դեպի գետափը, որտեղ սովորաբար աղոթք էին անում, եւ նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։ Եվ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր, ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր մեզ։ Տերը բացեց նրա սիրտը, որ անսա Պողոսի ասածներին։ Այստեղ մենք տեսնում ենք իրավիճակ, երբ Աստված ուղարկում է իր падգամաբերին, ով որ պետք է ավետարանը տանի, եւ տեսնում ենք նաեւ մի խումբ կանանց, որոնք որ հանդիպում են եւ լսում են ավետարանը։ Ղուկասը շեշտում է, որ Լիդիային լսում էին Պողոսին եւ Պողոսը օրվա լուրերը չէր հայտնում, խոսում էր ավետարանի մասին։ Եվ հետաքրքիր է, որ այս պատմության մեջ ներկայացվում է նաեւ թե ինչպես եղավ, որ այդ խմբի մեջից մեկ հոգի արձագանքեց ավետարանին։ Եվ ցույց է տալիս, որ դա Տիրոջ աշխատանքն էր, որ ավետարանի քարոզչության միջոցով գործում է։ Նա լսում էր մեզ, Տերը բացեց նրա սիրտը, որպեսզի անսա։ Այսինքն մենք տեսնում ենք եռակողմ աշխատանք։ Մարդ, որ անհրաժեշտ է գնա եւ ավետարանը փոխանցի, մարդիկ, որ անհրաժեշտ են լսեն եւ Տերը, որ պետք է գործի այդ քարոզված ավետարանի միջոցով։ Եվ սա մի օրինակ է, որը որ ցույց է տալիս եւ ավետարանի մաքրությունը ապահովելու, այսինքն ճիշտ իմանալու եւ փոխանցելու կարիքը, քարոզչության կարիքը, մյուս կողմից, որ դա պետք է բոլորին քարոզվի, եւ մյուս կողմից, որ Տերն է գործում, բացում մարդու սիրտը, որ նա կարողանա լսել։ Այսինքն սա մի արձագանք, արձագանքի մի տեսակ։ Եվ դա եղբայրս հետեւյալ հարցնալ մեջը այստեղ նկատի ունենանք, երբ եւ որտեղ պետք է ներկայացվի ավետարանը։ Հիմա այս կարտացածի համաձայն երբ եւ որտեղ պետք է ներկայացվի ավետարանը։ Ինչ կարող ենք ասել։
կարող ենք ասել նույնիսկ առօրյա զրույցների մեջ եւ ցանկացած իրավիճակում, որտեղ որ մենք հնարավորություն ունենք մարդկանց հետ զրուցելու։ Երբ որ լինի, որտեղ որ լինի։ Որտեղ որ լինի, այո, ինչպես առաքյալը կասեր, պատը։ Եվ այս բարակայինուրեր ասում է, որ Գեդապ գնացինք եւ հավաքված էին կիները, Բողոս քարոզում էր, դեր իր գործը արեց եւ Լիդիանալ ինքը այո ընդունեց այդ ավետարանը, եւ որ Աստվածավախ ասում է, այսինքն ինք դակավին ավադացիալ չէր, բայց մեկը որ Աստված արդեն նրա սրտում գործում էր եւ ինք արդեն անդրադարձավ իհարկե ավետարանը լսելով իր մեղավոր լինելը եւ նրա համար դեր իր սիրտը բացեց, հիմա է որ այստեղ է որ մենք տեսում ենք նրա վերսին ծնունդը, ապաշխարությունը կատարելագործված է, որբեսի անսար Բողոսի խոսքերին, դիկաներ։ Ուրիշ ինչ օրինակ կարող է ստալ նկատի ունենալով հետեւյալ հարցը նորից, ինչպես ավետարանը պետք է ներկայացվի, երբ, որտեղ։ Մի օրինակ էլ հիմա կտամ, պարզապես այս հարցից հետ կապված մի հետաքրքիր դիտարկում էլ կարող ենք անել, որտեղ է պետք քարոզել, նաև եթե նայենք այս համարին, կտեսնենք գրված է շաբաթօրը դուրս եկան քաղաքից դեպի Գետապը, որտեղ սովորաբար աղոթում են։ Այսինքն կարող ենք նաև ասել ոչ միայն ցանկացած իրավիճակում, այլ Պողոսի ստրատեգիայի մեջ, մտածողության մեջ նաև կար այն, որ ինքը գնում էր նաև այն տեղերը, որտեղ որ մարդիկ հոգևորության նկատմամբ ձգտումներ ունեին։ Սովորաբար հավաքվում էին։ Այսինքն սա կարող է լինել, չգիտեմ, ինչ-որ աղոթատներ, տեղեր, որտեղ դու գիտես մարդիկ գնում են աղոթելու, հավաքվում են։ Եվ հետաքրքիր է շատ, որ հենց Լիդիան ներկայացված է որպես հոգևորի նկատմամբ փնտրտուք եւ հետաքրքրություն ունեցող, բայց ոչ դեռևս փրկված։ Սա Կորնելիոսի կարգավիճակի նման է։ Այսինքն մեր շրջապատում գոնե Հայաստանում մենք ավելի շատ հանդիպում ենք այս կատեգորիայի մարդկանց, հա, ովքեր որ գիտեն, մտածում են իրենք հավատացյալ են, բայց փաստորեն պետք է դեռևս լսեն ավետարանը, ընդունեն եւ նոր իրենք ունենան փրկություն։ Դրա համար կարող ենք ասել եւ բոլոր իրավիճակներում եւ նաեւ հնարամտորեն իմաստությամբ կարելի է վարվել եւ նույնիսկ եկեղեցա շենքերում, որտեղ մարդիկ գնում են մոմ վառելու, դա նաեւ լավ առիթ է, կարելի է խոսել եւ ասել ինչու է օրինակ դա անում։ Սա ամենահնարավոր լավ առիթներից մեկն է։ Այո, այո։ Երբ մարդիկ արդեն նկատի ունեն հոգևոր բաներ, հոգևոր ճշմարտություններ եւ նրանց հետ խոսել Տիրոջ ավետարանի, փրկարար ավետարանի մասին, երբ նրանց հոգիները սա առումով հակամետ են մտիկնելու, ինչու որովհետև որոշ հետաքրքրություն ցույցաբերում են Աստծո բաների հանդեպ։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել զորնակ լրիվ գադարյալ անավատների հետ, ինչու որովհետև Հայաստանում կարող է չունենք այդպիսի մարդիկ շատ, բայց ուրիշ երկրներում շատ կան այդպիսի մարդիկ։ Ուրեմն պետք է արժեքավորենք ամեն մի հնարավորություն ոնց մոտիկանանք եւ Տիրոջ իմաստությամբ աղոթքով Սուրբ Օգին մենք խնդրելով նրան, որ մեզ առաջնորդի լավագույն ցևը ոնց է իրեն վստահելով։ Այո։ Մյուս օրինակը հենց քո ասածի հետ է կապված, Գործք առաքելոց 17-րդ գլխում, որտեղ Պողոսը գնում է Աթենք քարոզելու, Աթենքի լսարանը Ղուկասը ներկայացնում է, որ մարդիկ են, ովքեր ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող մարդիկ են, էպիկուրյան, ստոիկյան, փիլիսոփաները, հունական դպրոցները, այսինքն մարդիկ, որոնք որ փորձում են իմացականության տեսանկյունից հոգևոր երևույթները բացատրել, բայց իրենք փաստացի դեռևս փրկված չեն։ Այսինքն սա ամենախաբուսիկ կարգավիճակն է, երբ արտաքուստ նայում ես մարդը հոգևորության կերպար ունի, այսինքն ձգտումներ հոգևորի աստվածայինի նկատմամբ, բայց ինքը չի ճանաչում Հիսուսին։ Մենք ասացինք, որ ավետարանն ասում է, որ միակ ճանապարհն է դա Հիսուսին ճանաչելը։ Եվ Պողոս առաքյալը այստեղ գնում է Աթենք եւ տեսնում է քաղաքը ամբողջությամբ կռապաշտության մեջ ընկղված է եւ իր ներաշխարհը հոգին բորբոքվում է։ Մեկնաբաններից ոմանք ասում են, որ սա կարծես սուրբ բարկության նման լինի, որ նախանձավոր է Աստծո փառքի ոտնահարման համար, որ տեսնում է այն փառքը, որ առաջին պետք էր տրվել, վերածված էր կուրքերի եւ տրվում էր ստեղծագործությանը։ Եվ ինչ է անում, շատ հետաքրքիր մոտեցում է նախ ցույց տալիս Պողոս առաքյալը, միևնույն ժամանակ իր մտքում, իր համոզմունքներում այս մարդիկ աթենացիները կռապաշտ են
բայց ինքը դիմելիս իրենց ասում ես տեսնում եմ որ դուք կրոնասեր եք այսինքն մարդիկ ովքեր կրոնասեր չի նշանակում փրկված այո բացարձակ եթե դա նշանակեր հաջորդիվ կարիք չէր լինի իրենց քարոզելու այո այսինքն մեկը կրոնասիրության տակ կարող ենք հասկանալ հետեւյալը մեկը ով ցույց է տալիս արտաքին բարեպաշտություն հոգևորի նկատմամբ սա ավելի հարգանքին նմանվող մի բան է ոչ թե ցույց է տալիս իրական մարդու հավատը Աստծո նկատմամբ կամ Քրիստոսի նկատմամբ եւ Պողոս առաքյալը իրենց դիմում է կրոնասեր այսինքն տեսնում եմ որ դուք ցուցաբերում եք հավատ աստվածայինի նկատմամբ բայց ես ձեզ եկել եմ ծանոթացնելու միակ արարչի մասին միակ արարչի հետ եւ օգտագործում է իրենց կուրքերի միջից մի բագինի վրա գրվածք, որ գրված էր անծանոթ Աստծուն, եւ շատ իմաստուն կերպով ասում է ես տեսա այնտեղ դուք ունեք մի գրություն, ես եկել եմ ձեզ ծանոթացնելու Աստծո հետ, միակ արարչի Աստծո հետ, եւ դրանից հետո շատ հետաքրքիր է որ Պողոս առաքյալը հաշվի առնելով այդ լսարանի խնդիրները մտային, հավատալիքները իմանալով թե իրենք ինչպես են հավատում եւ ինչերի նրանց սկսում է քարոզել արարիչ Աստծո մասին ինչպիսին է եւ իր քարոզչության մեջ հասնում է մինչեւ դատաստանի Քրիստոսին հարությանը եւ ավետարանը մի փոքր ամեն լսարանին համապատասխանեցնում է ըստ իրենց կարիքների այսինքն ինքը այստեղ խոսում է մարդկանց հետ որ մեր ժամանակում կարող ենք ասել խոսում է եւ աթեիստների հետ եւ գնոստիկների հետ եւ ագնոստիկների հետ մարդիկ, որոնք որ մերժում են Աստծո գոյությունը, մարդիկ, որոնք որ հավատում են, որ հարություն չկա, այսինքն եւ ունեն հավատի դրսևորում, եւ այդ հավատը ուղղված է ոչ արարչին։ Եվ նաեւ սա եւս մի լսարան է, որը որ մեր շրջապատում կարող է լինել եւ այսօր էլ կարծեմ 21-րդ դարում ավելի է սկսում շատանալ այս տեսությունները, էվոլյուցիային հավատացողները, պայթյունի մեծ պայթյունին հավատացողները որը որ նորից մեծ մի բանակ է աշխարհում կազմում եւ առաքյալը ավետարանը կարողանում է նույնիսկ այս լսարանին այսինքն լսարանի համացան պետք է նկատի առնենք մեր մոդեցումը որովհետեւ մաքսիմում ազդեցություն էֆեկտ ունենա մեր ուսուցմունքը մեր ավետարանը սխալ չէ այդ մոդեցումը այդ առումով որ ինչ որ տեսնում ենք այս հատվածից ինչ որ տեսանք 16-րդ գլխից կամ օրինակ Կորս Կարակելոց 2-ի մեջ ինչպես Պետրոս Սարակյալ հрьяաներին օգտագործում է հին ուխտի վերաբերյալ օրինակ Դավիթ ակավորի մասին, Մարգարեթյունի մասին, Մեսիայի մասին, որբեսի նրանց քարոզի ավետարանը։ Ուրեմն կարևոր է այդ մոդեցումը նկատի ունենալ մեր ավետարանչության մեջ։ Ոնց քարոզելը, ոչ թե միայն ումի քարոզելը, ումի բոլորին, բայց երբ որ տեսնում ենք այսպիսի ինտելեկտուալ մարդիկներ կան, էպիկուրյանները, ստոիկյանները Կորս 17-ում Պողոս առաքյալ նրանց հասկացողության համացան եւ նրանց հավատամքների համացան, ինչ որ ասեցիր Աստծո խոսքից։ Ինք այդպեսի մոդիկացում ցուցաբերեց, որովհետեւ նրանց հետաքրքրությունը ավելի գրավի, որ չլինի որ ինքը սկսի բարձրապես խոսել Քրիստոսի մասին, ոնց որ նրանց համար, ոչ թե մեզ համար, նրանց համար անգամ անչափ էջ կապ չունի գարձես թե, չէ, օգտագործես այդ բոլորը որ այնտեղ էր եւ գամուրջ ստեղծելով ավետարանը կարոզես դադաստանը Քրիստոսի միջոցով միակ ձևով այո այսինքն եթե սկզբունքի վերածենք կարող ենք ասել ըստ լսարանի կարիքի չփոխելով ավետարանի իհարկե ուղերձ եւ բովանդակությունը բայց մոտեցումները կարող են լինել տարբեր որովհետեւ մարդիկ կարողանան լսել եւ հետաքրքիր է որ Պողոս այստեղ երբ խոսում էր շատ տեղեր կան նույնիսկ Թեսաղոնիկեի որ եկավ 17-րդ գլուխ հենց առաջին համարը որտեղ ասում է խոսում էր եւ բացատրում էր գրքերը այդ խոսում էր բառը շատ հետաքրքիր էր հունարենում դիալեգոմային էր որ կարծես հարց ու պատասխանի իմաստն ունի երկխոսություն ինքը մտնում էր զրույցների մեջ եւ եթե իր լսարանը պատկերացրու ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող մարդիկ են իրանց հետաքրքրում է օրինակ ինչպես է որ ես մեղավոր եմ ինչպես է որ ես կարիք ունեմ փրկության եւ ավետարանիչը պետք է մինչև իսկ այս մակարդակում կարողանա բացատրել, որ Սուրբ Գիրքը մեզ տալիս է դրա հիմքերը։ Գոնե Հռոմեացիսը ամբողջ մի իրավական դաշտ է ներկայացնում, ինչպես է Աստված դա իրականացրել։ Ես երբեմն մարդկանց հարցում եմ, ինչ ես կարծում, հնարավոր է Աստված Եդեմի պարտեզում բանավոր մարդուն ներել։ Ասել, որ լավ, ներում եմ ուղակի։
Եվ այդ հարցին տրված պատասխանը ցույց է տալիս մարդու պատկերացումը ընդհանրապես ներման մասին։ Երբեմն ասում են օրինակ, այո, ուրեմն դա ցույց է տալիս, որ դու կարիք ունես հասկանալու, որ մեղքը դա ոչ թե արտաքին մի վնաս է քեզ տվել, այլ ներքին, մինչև իսկ քո ներսը, ներաշխարհը, քո ԴՆԹ-ն, այսպես ասած, փոփոխել է։ Եվ առաքյալը օգտագործում էր ամեն լսարանին համապատասխան ճկունություն, որ ինքը կարողանար ուղերձը պահպանելով, իմաստը պահպանելով, մոտեցումները իմաստուն կերպով ամեն լսարանին կարողանար ինքը ավետարանը հասցնել։ Առանց մարդկանց վիրավորելու, որովհետև այստեղ շատ սահուն տեղ կա վիրավորել։ Ինքը կարող էր մտնել աթենք, ասել, «Հեյ, կրապաշտներ, սատանայի զավակներ, ինձ լսեք», բայց նման բան չարեց Պողոսը։ Ընդհակառակը փնտրեց գտավ մի բան, որը ինչպես ասացի, կամուրջ կստեղծեր իրև լսարան, որտեղ իր նպատակը վիրավորելը չէ, ինքը գիտի, որ վիրավորանքը չէ դարձի բերելու, այլ ավետարանն է եւ պետք է ամեն բան անել, որպեսզի մարդը կարողանա քեզ լսել, դու փոխանցես, թե պետք է Տերը բացի իր սիրտը բացի, դա դեռ պատասխանատվությունն է։ Մենք ցանում ենք, մենք ջրում ենք։ Հիմա Դավիթ, հետեւյալը ասենք, որովհետեւ մեր լսարանը մեզ սխալ չհասկանա։ Հիմա մենք հաստատեցինք, որ կարևոր է նկատի ունենալ, երբ ավետարանը մենք կիսվում ենք մարդկանց հետ, նրանց իրավիճակների համաձայն, նրանց պարագաների, հասկացողության, ըմբռնման համաձայն մեր կարելին անել, որ այդ մոդեցումով նրանց մոտիկանանք։ Բայց կարող է որ մի եղբայր մքույրը ասա, զոր օրինակ, ես նոր ավադացյալ եմ։ Ես շատ բան չգիտեմ տակավին ոնց մոտիկանամ։ Հիմա նրանց ինչ կարող ենք ասել։ Մեկը որ պատկերացու որ Տեր նոր ապաշխարած է։ Տեր դակավին հիմնական ճշմարտությունները գիտի Սուրբ Գրքին, մեղավոր լինելուն, շնորհի, հավատի, փրկության եւ այլն։ Ուրեմն Գոբեկի մի խոսքով մյուս կողմն էլ բացադրե, այդպիսի եղբայրներ ինչ պետք է անեն այն adin, շատ բարձրով։ Ինչպես որ ինքն է հավատացել լսել, որքանով որ ինքը տիրապետում է, որքանով, այո, այդ նույն չափով թող ուրիշներին որ Սուրբ Օքին թող գործե մյուսների սրտերում այն ուղերձ, որ ինք տալիս է։ Մենք երբ որ ասում ենք կարիք կա ինտելեկտուալ մակարդակում բացատրելու, մեր հույսը դա չէ։ Մենք վստահ ենք, որ Տերն է աշխատում, բայց նույն Տերը նաև իր խոսքում դրանց մասին էլ է տվել տեղեկություն։ Եվ իրավիճակ կա, որ Աստված մարդու սրտում, ինչպես Կորնելիոսի, ինչպես Լիդիայի, մյուսների սրտում աշխատում է եւ քաշում, ձգում է իրեն, որպեսզի լսեն ավետարանը ու փրկվեն, գուցե իրենք սահմանափակվեն այնքանով, եւ որ դու իրենց մի փոքր տեղեկություն տաս, որ դու մեղավոր ես, ինքը ընդունի։ Մի ուրիշին կարող է կարիք լինել մի քիչ ավելի երկար բացատրելու, որ ինքը հասկանա։ Այսինքն մենք հիմա չափերը նշում ենք ոչ թե որպես պարտադիր պայման, այլ որպես հնարավորություն, որ գուցե կարիք լինի, քո լսարանում լինեն մարդիկ, որ դու ավելի խորը իրենց բացատրես, բայց այդ մարդիկ, ովքեր որ նորադարձ են եւ ավետարանը նոր են լսել եւ որքան լսել են, հասկացել են, իրենց իմացածի չափով պետք է փոխանցեն եւ Աստված էլ իր Սուրբ Հոգով կարող է գործել եւ մարդկանց սրտում փոփոխություն բերել։ Կարևորը մենք հավատարիմ լինենք այնքանի մեջ, որ մենք հավատարիմ ենք մեր գիսվածքով, Աստծո խոսքի համաձայն, Տերը ինք կարող է իր ծևերով, Սուրբ Հոգու միջոցով աշխատել այդ մյուս մարդկանց սրտերում, որ լսում են, որտեղ մարդիկ կային կորս կարակելոցուն զորօրինակ, որ շատ չգիտեին եւ դերը կորձեց, բայց ուրիշ մարդիկ կային Պողոս Արաքյալի նման, որ Պողոս Արաքյալ շատ բան գիտեր։ Ճիշտ է։ Աստծո խոսքը ինուխտի շատ լավ գիտեր եւ դերը նրա սիրտը փոխեց մեկ հանդիպումով։ Ուրեմն դերը կարող է, դերը չի սահմանափակվում մեր ջանքերից, բայց կարևոր է որ մենք աղոթքով Տիրոջ վստահելով իր խոսքի համաձայն Սուրբ Հոգու վրա հենած, վստահելով նրա կարողության, մենք կիսվենք մեր տկարությունների համաձայն, այսինքն մեր տկարությունները ասելով, որ մենք գիտենք ինչ պիտի խոսենք, ինչպեսի պիտի մոտիկանանք, թող չլինի, որ խոչընդոտ լինի մեր ասենք ոչ բավարար հասկացողությունը որոշ այս Սուրբ Գրքի մեկնաբանության կամ ասենք ոնց ներկայացնելու առումով, չէ, մենք ներկայացնենք Աստծո ավետարանը, վստահելով որ դերին կարող է, դերին կարող է։ Դավ ջան, առաջ որ ամբողջացնենք այս զրույցը, ուզում եմ մի քիչ անդրադառնանք այդ հատվածին, որ կարող է ասենք ամենածանոթ հատվածն է մեր ավետարանական աշխարհում։ Հովհաննես 3:16-ից 21։
Ներառյալ Հովհաննես 16-ը։ Աստված այնքան սիրեց աշխարհը։ Ինչպես սիրեց աշխարհը։ Այստեղ այնքան ասում է, որքան սիրեց, գիտենք, ինչպես սիրեց աշխարհը, որովհետև բնակրում ավելի այդ հասկացողությունը մեզ տալիս է։ Աստված ո՞նց սիրեց աշխարհը։ Այսպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդու տվեց, որովհետև ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որ հավատքը կարևոր տեղ ունի։ Հավատքը կարևոր տեղ ունի, որովհետև Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դադելու աշխարհը, այլ որբեսի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դադարդվի։ Իսկ ով նրան չի հավատում, արդեն դադարդված է, որովհետև չհավատաց Աստծու միածին որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը։ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ադում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որբեսի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որբեսի հայտնի դառնա, թե իր գործերը Աստուծով են կատարվել։ Ուրեմն եզրափակիչ ցևով եթե ասենք, որ այս հատվածը մի խոսքով ամփոփում է լրիվ ապաշխարության մեղքերու թողության գարիքը Քրիստոսի միջոցով հավատալու նրա անվան, որբեսի մեկը կարողանա հավիտենական կյանք ունենալ։ Եվ դատաբարության մասին է խոսում, Տավ ջան։ Ինչ կարանք ասել այս հասկացողության եւ այս ասենք թե հագատրության վրայով հավիտենական կյանք կա հավատացողին եւ Քրիստոսը մերժողին դատաբարություն կա։ 18-րդ համարում դատապարտության պատասխանատվությունը դնում է չհավատացողների վրա։ Եվ երբ ասում է արդեն դատապարտված է, պատճառաբանում ասում որովհետև չհավատաց Աստծո օրդ, այսինքն մենք երբ քարոզում ենք ավետարանը, մենք ինչպես առաքյալները պետք է ասենք, որ այս իրականությունն էլ գոյություն ունի, եւ եթե դու հիմա չհավատաս, պատասխանատվությունը մնալու է քեզ վրա։ Եվ որքան իրական է հավիտենական կյանքը Աստծո հետ, այնքան իրական է դատաստանը եւ հավիտենական դժոխքը։ Եվ դու հիմա հնարավորություն ունես լսելով ավետարանը արձագանքելու։ Քեզ Աստված բոլոր հնարավոր պայմանները տվել է, որպեսզի դու լսես։ Ավետարանը հասցրել է քո ականջներին։ Եվ դու շատ པարզ, ինչպես པարզ կարդացինք այն իմաստով, որ շատ խիտ ամփոփված ձևով ամբողջը ներկայացված է, չէ՞, սիրեց, ուղարկեց, տվեց, որ դու լսես, հավատաս եւ հավիտենական կյանք ունես։ Նույն པարզությամբ մենք կարող ենք փոխանցել եւ Սուրբ Հոգին էլ թող աշխատի մարդկանց փրկելու եւ դարձի բերելու համար։ Ամեն։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Աղոթքովդ։ Այո, սիրով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ քո ավետարանի համար, շնորհակալ ենք քո ավարտուն աշխատանքի համար, որ դու կատարեցիր եւ շնորհակալ ենք, որ մեզ տվեցիր այս գործը, որ մենք քո ճշմարիտ բարի լուրը ավետարանը փոխանցենք մարդկանց։ Գիտենք, որ այն քո սահմանած միջոցն է մարդկանց քո զավակներին հավաքելու համար աշխարհի 4 անկյուններից։ Օգնիր, որ մեր դերի պատասխանատվության մեջ միշտ հավատարիմ լինենք, քո ավետարանը լավ իմանանք եւ հավատարմորեն փոխանցենք մարդկանց։ Եվ դու էլ քո Սուրբ Հոգով աշխատիր, որպեսզի այն արդյունավետ դառնա եւ դրանով մարդիկ հավիտենական կյանք ունենան։ Մենք խնդրում ենք, որ մեր ավետարանչական կյանքում դու միշտ մեզ հետ լինես, առաջնորդես մեզ, օգնես, որ հավատարմորեն մենք վերաբերվենք քո ավետարանի ուղերձի մաքրությանը, երբեք այն չզիջենք, սակարկումների չգնանք եւ առաքյալներից նման ասենք, որ երկնքի տակ միակ անունը, որով հնարավոր է փրկվել, դա Հիսուս Քրիստոսն է։ Շնորհակալ ենք քեզ քո փրկության համար եւ այս առիթի համար, որ կարող ենք միասին խոսել եղբայր քույրերիով։ Եվ սա է թող օրհնություն լինի լսողների համար, քույրերի եղբայրների համար։ Եվ եթե մարդիկ կան, ովքեր մեզ լսում են, ովքեր առաջին անգամ լսեցին ավետարանը, խնդրում ենք, որ դու նրանց սրտերի հետ աշխատես, նրանց դարձի բերես, որպեսզի նրանք էլ հավիտենական կյանք ունենան։ Մենք վստահում ենք քեզ, մենք սիրում ենք քեզ եւ այս ամենը խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, քո անվան եւ քո փառքի համար։ Ամեն։ Ամեն։